Էլ ասում գուշակեք, որտեղ վստահ եմ չեք գուշակի։ Սա իմ պապիկի հրաշք բաղադրատոմսն է ու լայֆխակը ստեղ չոր լավաշն է, որ մենք տենց բրուսկետաներ էինք ուտում ստեղ նստած դուք ուր էիք։ Ուրեմն կարճ ասեմ, լավ աղբորը չի տա այդ բաղադրատոմսը, բայց ասեմ, վերցնում եք մանրացնում եք պանիրը, հետո լոլիկը, հետո դրա մեջ փրթում եք չոր լավաշը, էլի տրորում եք սիրուն, գնդիկներ եք սարքում ու վերջում նորից պտտացնում եք չոր լավաշի մեջ, այսպիսի հրաշք բրուսկետաներ եք ստանում եւ հետո վայելում եք։ Վերջում էլ կասեմ ինչով եք վայելում, հələ մի հատ նայեք, խոսքի մի հատ նայեք վերնիսաժի գործ, հələ նայեք ճոխությունը ու կարևորը պետք է ուտեք մաքուր օդում այս հրաշք բրուսկետաներս, լավաշով բրուսկետաներ, վստահ եմ ոչ միտեղ չեք կերել։ Բա լավաշով բրուսկետաները տեսաք ոնց են լինում։ Մե հրաշք բենտիրություն։ Դες գնամ ուտելու։ Պարզապես վերջ չնայես արդեն կերել եմ։ Տիրություն։ Պատրաստեք, շնորհակալություն եք, արագ չասեք։ Գաղտնիքներից մեկ այն է վերջում խմում եք թան, ընտիր, դե չենք մոռանում, կենացս։ Ամառային խաշը գիտեք որն է, իմ ամենասիրելին, այս պահն է, անտոշկա, դավայց կապայց կարտոշկու, բայց ստեղ հուզիչ պահը ինձ թվում է դանակը կլինի, թե ինչի համար է դանակը, կիմանաք հետո, ամեն ինչը պետք է արվի բնության մեջ, որ հետո ծիտիկներին էլ փայ լինի։ Քուրս միշտ ասում է, դու ինչնում ես այգի, հիանում ես ծառերով, բերքով, բայց երբեք չես ուտում, ճիշտ է ասում։ Սպասում եմ մինչև ինքը գա, քաղի բերի ուտենք, բայց կա մի բան, որ այսօր ստիպված գնալու եմ ուտեմ։ Մարիշկներս էլ քեզ չենք կարա սպասենք, ճիշտ է մի անգամ բերել ես կերել ենք, բայց դա Այդ դանակը գուշակեցիք ինչի համար է, մարիշտես, որ ուզում եմ կարողանում եմ խաղել իմ բարալիկ մատներով, պրոստը ոնց որ կարկուտը հարվածել է ընկույզներին, խնդրեմ, դավել բացեցի, մի քիչ դանակ անհարմար է, բայց լրիվ բարալիկ մատներ դեռ չենք վնասել, մե հրաշալի ընկույզենի, հուսանք արջերը չեն տեսնի և ախորժակները չի բացվի։ Հետո պարզ է, չէ, ինչ ենք անում, այսպես մաքրում ենք և բնականաբար անտիր ճոխ։